Դեղերը մոռացել է։ Հալավեսի հեչ կառնեմ։ Ֆորմոնց էլ բժիշկը մեզ ֆրոսրեց, հալը բայց։ Ասացիդ մեջ լոգիկա չկա։ Եթե ինքը կազմակերպած լիներ, հիվանդանոցից կտանեին։ Դե դա լեզ ճիշտ։ Ալու դե չպետք է գնա էլի։ Մեկա բան չէր փոխվելու։ Ախպերս մոռացի էլի, վերջին հաշվով մեզ ինչ։ Մարդը այդքան ասեց 14 տարվա պահածս երեխան է, ուրեմն մի բան գիտեր, չէ՞ որ տենց է որոշել։ Դրա դեմքը տեսել ես դու, այն ինչ պետք է իմանա։ Սա բժիշկին է պետք զանգել։ Լմի բան էլ դու ես նեղացած։ Լարա չնքի հետ այդ լիքը խոսալու բան ունեմ։ Դու գիժ չես, արա մետ հանգստացի։ Դու հանգստացի, իմ կնիկն է, ինչ ուզեմ հետ էլ կանեմ։ Վերև անցի։ Ահա, էլի քո կնիկն է։ Գալու եղավ դուրսը չի մնալու, Հայկո ջան, ասած լր մի քիչ նուրբ վարվելի աղջկա հետ։ Հանդիպենք ապգոր։ Բան։ Այն մոմենտով ինչ եմ կանելու, բաբո ջան։ Բաբոն բաբոտը, աբո, ասիք խոսենք, գալավ են մանկատնով էտ զբաղվի, աշկից ձերս էտ կնում է։ Բաբոն բաբոտը, Չասեցիր Իզայի ախպերը ինչ էր ասում։ Ինչ պետք է ասել էնի, անկապ խոսում էր։ Հենց լավ լինես կգնամ քաղաք Իզայի հետ հարցերդ կլուծես, քո համար խախանդ կապրես, չեմ ուզում, որ հոր հետ հարաբերություններդ փչացնես։ Վախում ես դավո։ Ախպերս դու չգիտես, որ ես քո համար դախած կռվող եմ։ Ուղղակի բախտը իրա ոտով եկե ընկելա ձեռդ ու դու էլ ընկել ես չգիտեմ ում հետևից։ Ապրե էլի քո համար հանգիստ։ Ախպերս նախ, ինձ իրանց փողերը ընդհանրապես չեն հետաքրքրում, երկրորդն էլ ես Իզային չեմ սիրում։ Այդ նոր հասկացար, հա։ Բա միջև անի հայտնվելը ինչի էիր սիրում։ Հիմա հիասթափվել եմ։ Պահ, այդ երկու օրում հիասթափվեցիր։ Ախպեր մոռացել ես քանի անգամ եմ ես վերջնական որոշել, որ իր հետ չպետք է կապ ունենամ։ Ուղղակի կեսից որոշումս փոխել եմ։ Ես էլ այդ եմ ասում էլի։ Որոշումդ փոխի ու ապրին հենց ոնց ապրում էիր։ Խոսքով տարբերակ չկա ախպեր։ Ես արդեն Իզայի որակները լրիվ հասկացա ու պատրաստ չեմ տենց կնոջ իմ կողը ընդունեմ։ Մեր երեխեքի մերը տենց մարդ չի կարա լինի։ Դա ինչ կանես։ Իմ փողերով կոֆե ես խմում, ես գիշերն գնում ես վրես բողոք գրելու, չէ՞։ Ինչ ես տես նայում։ Դավայ հավաքվի ես տարածք հազատի շուտ։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Քրչերդ հավաքում ես ու ռադ ես լնում։ Չնայած ուրա քեզ քրչ։ Դրանք էլ հորդ մորդ փողերով չես առել իմ փողերով։ Անենց որ դավայ արագ ազատում ես տարածքը, քանի թևիցդ չեմ բռնելու։ Շան լակոտի նման դուրս գցեմ։ Լսի, ինձ դուրս վռնդելով չես վախացնի, քեզ դատի եմ տալու։ Դատի եմ տալու։ Դու գնա ինչ ուզում ես արա։ Ում ուզում ես բողոքի։ Դատի եմ տալու։ Հորդ մորդ դատի տայիր։ Որ ծնել են, բերել են, կապել են վզիս։ Լսի, քո գրպանից չես ինձ պայել ուստեղ գտնվող ցանկացած երեխու։ Հակառակը գլխականակ ես ավելացրել ու մեր միջոցով փող ես աշխատել։ Լավ եմ արել։ Քո ինչ գործ ինչ եմ արել։ Փող ես աշխատել։ Կերել ես, խմել ես, տակ տեղը քնել ես, հա, հագել ես, կապել ես, քեզ ինչ թե ես ինչ եմ արել։ Դավայ ժամանակ չկա, վերջերը հավաքի ռադեղի թե չէ ես թևիցդ կբռնեմ ու անտերշան նման դուրս կշպրտեմ։ Շուտ։ Փող ես աշխատել։ Մեղ կա այդ աղջիկը, եթե կարող եք փրկեք։ Մնում է գտնենք։ Այն ապուշի հետ եմ խոսել, ասում է, վերը գիշերը տարել եմ հյուրանոց։ Բայց չեմ կարծում երկար կմնան։
Դուք Հելենին գտեք զանգեք, ինքը ձեզ ճիշտ ուղղություն կտա։ Անին ու Հելենը մանկատանը շատ մտերիմ են եղել։ Վայ, չեմ հավատում, որ ամեն ինչ էս սիրուն վերջացավ։ Սրա սիրունը ո՞րն է։ Այսքան բանի միջով անցանք։ Սիրուն են, միլիոններն են, որը մենք շուտով անխնա ծախսելու ենք։ Այս առավոտ շուտ անցելա գործի։ Այդքան էլ ասեցի, աղջիկա, մի քիչ համբերի, դամբուլը չի համբերի։ Ամարտենի մի քիչ համբերով, ահամե չմոռանանք, թե ում ա քաշել։ Տոշնի տեմպերամենտնի հերնա։ Որտեղ պետք է տեմպերամենտնի հերնի։ 1000 տարվա կինս ես, կինս։ Այսքան ժամանակ ես քեզ դժգոհության առիթ տվել, է։ Չմոտենաս ասեց։ Վայ, տուններս քանդվավ։ Վայ, սիշ դամբուլա էլի։ Արես չհասկացա։ Այդ դեղերը ես եմ խմում, սաղը դիզնից գիժեք դարել, իջի լտեղից։ Դե դու փորձի մի անգամ էլ ինձ մոտ գաս։ Չեմ փորձի աղջիկ ջան, իջի խաթա ես։ Ես ինչ հաստեղ կատարում։ Մամ ջան, աղջիկը որոշել է աշխարհին վերևից նայի։ Վերովը, հանգիստ, արի դու մի շարժվի, հեսա ամեն ինչ լավ կլինի։ Հայկուն շտապելու բան չունի, չէ Հայկո։ Ոչ չունեմ մամ ջան։ Չունի։ Մենք կգնանք մեր տուն, հանգիստ, լավ, ջեր մթնոլորտում, այդ սառույցները կհալվի, կթափի, դու մենակ իջի, ամեն ինչ լավ կլինի, խնդրում եմ, հանգստացի։ Ես ոչ մեկիդ ոչ ուզում եմ լսեմ, ոչ էլ ուզում եմ ձեր հետ ինչ-որ տեղ գամ։ Հասկացանք, աղջիկ, հասկացանք, դու սկզբից իջի, հետո կորոշենք ով ուր գնա, լավ։ Հանգիստ։ Աղջիկ, խլբալ ես, հարսանիքիցը թրար, ձեն ծպտուն չանեցի, հետո 2 օր, բարես բուն իմաստով լարվում էինք հետևից, ախր ինչքան ավտոկար նստեցիր, ֆրֆրացիր, էլի ձեն ծպտուն չանեցինք, բայց ախր հասկանում ես դու արդեն շահագործում ես մեր վերաբերմունքը, բալես։ Հանգիստ, բալես, սիրուն ջան, հիմա կգնանք, հանգիստ կնստենք, կզրուցենք, ոչ մի վախենալու բան չկա, արի։ Օպա! Ոչինչ, հանգստացիր։ Ախպերս, ես ինչ վատ թրիլեր ենք բռնել։ Հենց իրան էլ բան ենք գալիս էլի։ Ահա, հենց ինքն էլ վերել է Անիի պայուսակը։ Ես հասկանում եմ, որ Աբգարն ինչ-որ շահ ունի, որ ամբողջ ուժերը կենտրոնացրել էր Անիին գտնելու համար։ Ու այդ միտքը ինձ հանգիստ չէր տալիս։ Ես սկսեցի փորփրել ու մի գաղտնի պարտավորագիր գտա, որից պարզ դարձավ, որ Անիի հայրը մահանալուց առաջ այդ լոլոզի մորն ու հորը խնդրել էր, որ Անին մինչև 18 տարեկանը խնամակալություն ստանձնեն, որից հետո Անին կդառնար այդ ունեցվածքի միակ ժառանգորդը։ Իսկ շատ է այդ ունեցվածքը։ Ես ուղղակի հարցրեցի։ Հետո էլ ինչ են։ Հետո այդ տականքները Անիին բերում են հանձնում են մանկատուն, ու Աբգարի հետ էլ գաղտնի ինչ-որ պայմանագրի մեջ են մտնում, որ Անիին կպահեն կմեծացրեն մինչև 18 տարեկան, հետո այդ լոլոզի հետ էլ կամուսնացնեն, ու առանց ինչ-որ օրենք խախտելու կդառնան այդ ունեցվածքի տերը։ Արա ինչ լավ են գծել։ Հա, դրա մայրը փաստաբան այդ Պետրավոր սիրամարգը։ Հելեն ջան, իսկ այս եղածի մասին տեղյակ ա Անի։ Չգիտեմ, չեմ խոսել հետը։ Բա դու ինչ էիր լացում։
Դե որովհետև Աբգարը իմացավ, որ ես ամեն ինչը բացահայտել եմ ու ինձ վռնդեց մանկատնից։ Բայց դու նեղվում ես, որ ինքը քեզ վռնդել է։